Հա, շատ լավ, հասկացա։ Հա։ Եսին մի տեսակ մեջքը ցավացնում է, հա։ Ապեր իսկ սրա ուրիշը կա։ Ախպեր ջան, արխային տար։ Եթե հանկարծ հանգուցալը բողոքեց, կբերես հետ կտաս։ Հարկ չկա, հենց տենց էլ կանենք։ Հենց դժգոհեց հետ կբերեն, գումարն էլ հետ կտաս։ Խնդիր չկա։ Պարոն Աղայան, բարի լույս։ Ժամն սպասեր, բարի գիշեր կեղներ։ Դե լավ, դե մի ժամ եմ ուշացե, հետո ուշանալս արդարացված է։ Կալպակյանին հիշեցիր։ Հա, ինքն էր որ ստիպեգը որ պիտի ամուսնանամ։ No, դովեդի կան հարմար բան է։ Չէ, շատ էլ հարմար է, ձեր դեպքում հարմար է։ Կալպակյան, մի ձգձգի, գործին անցի։ What? Մի րոպե։ Փաստորեն այն ճյուղը, որից առաջացել է ձեր պապը, եւս մեկ շիվ ունի։ Եվ ես պարզել եմ, որ այդ շիվը եւս բերք է տվել։ Ay Martinska says, ինչ շիվ, ինչ, what are you talking about, dude? Չեմ հասկնա։ Նորմալ բացատրի։ Ձեր պապը grandfather. Ունեցել է եղբայր, brother. Okay, that's great. Եվ փաստորեն
այդ եղբայրը ունեցել է երեխաներ։ Oh, okay. Children. Yeah, good. Yeah. Ու փաստորեն ստացվում է, որ դուք Տիգրան Մեծի, Տիգրան the Great. The Great. Ծովիցով Հայաստան։ That's a swimming pool. Տիգրան Մեծի միակ ժառանգորդը չեք, փաստորեն։ Բայց եթե ուզում եք, որ լինեք միակ ժառանգորդը, մենք կարող ենք մնացածին Yeah. Εσύ ούτε έχεις χαραζότσες πέρε. No. Καραγα του τσαραπեղի։ Ես հետամ տեսնիմ երեխակա, ես չեմ պսակվի, ես կփարգվիմ։ Պարոն Աղայան, ես հետել եմ ճշտել։ Այս տանք։ No, բայց միջև գնալ ես հիմնադրամի թղթերը պետքա ստորագրեք։ Ինչ ստորագրենք։ Ես կուզեմ հետամ ծանոթանամ։ Եթե չստորագրեք, էլի կուշանանք։ Հա։ Քեզ կհավատամ։ Չխապես ինձի։ Պարոն Աղայան։ Good. Ժողովուրդ ջան, ամեն ինչ պատրաստ է, սկսում ենք։ Հիմնադիզնայ։ Լավ, գնա։ Տղամարդիկ մնում են այստեղ, կանայք բարձրանում են վերև։ Կնիկ ջան, նորմալ լաց կրես։ Պա, քո համար, հա։ Ախ, մի գոք փող են տվել ամոթ հայելի չի կարելի չէ։ Գնա։ Լավ էլի։ Տիկին Թագոյի արդեն հասնում են։ Հասկացա։ Քնանք արդեն։ Պարոն Աղայան, ուղղակի ամբողջ ճանապարհին արագաչափ, բայց չեմ կարող արագ քշել։ Մադամը տեղում է, մի րոպեից կլինի ձեր տեսադաշտում։ Ինի էլ կամերա չկա։ Վերջին հենց նոր անցանք։ Էս Թագոյին չի։ Հա, Թագոյինը կան։ Թագոյի ջան, ողջույն։ Էս ի՞նչ է պատահել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Սողոմոն։ Դե ինչպես տեսնում եք, անիվս։ Հա, կանչի թող կանչինեն կամ տանին գարաժ։ No, տղաներ, կարիք չկա։ Ես արդեն զանգել եմ էվակուատոր շտոբ կհասնի։ Լավ ժողովուրդ, ինչ եք բարդացնում։ Էսա Պահեստային անվադողը կփոխեմ ամեն մեկ, ես գնանք մեր գործին։ Մանուկ ջան, ես Պահեստային անվադող չունեմ, այնպես որ գնացեք ձեր գործերով։ Լավ։ Ինչ լավ։ Գսպասեք այստեղ տեգուկան գշինեն, դե իրան գտանիք ուրդեղ ինքը գուզե էտալ։ Բայց պարոն Աղան Թագոյի ջան, ինչպես հասկացաք, պարոն Աղանի չեն հաշի դառնում։ Այնպես որ եկեք նստեք մենք ձեզ որտեղ որ պետքա կտանենք, հետո մենք մեր ճանապարհը կշարունակենք։ Ինչ արած։ Միայն այն պատճառը, որ պարոն Սողոմոնի չեն հա չի դառնում։ Ամեցիկ։ Արագացրու, եթե չես ուզում քեզ Թագոյին մահապատժի ենթարկի։
Ես կսպասեմ, որ վաղը հանդիպի։ Բայց ես ոչինչ խոսք չեմ տվել։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ամեն անգամ հիանում եմ ես կնոջով։ Շատ հետաքրքիր կին է։ Ու մենակ ես մեքենան բերելու համար ես եկամտի մեծ մասը ձեզ պիտի տամ, հա։ Բայց չի մենակ բերելու համար ատնել եմ, չէ։ Բայց բոմբ էր, գիտես։ Թագուին։ Ավտոն։ Եկա։ Բարև ձեզ, ցավակցում եմ։ Ողորում ես ձեր հանցաղոներին տղա ջան։ Չեք ասի Արտաշես աղյանես տունը որն է։ Էստեր Ծախելա։ մերելա։ Մանուկ, անհարմար է, արի ետնանք տուն։ Չեն կարող, պարոն աղյան։ Գյուղերում ամեն ինչ շատ արագ է տարածվում։ Եթե իմանուն եկել եք ձեր եղբոր հոգի հանգստին ու չեք մասնակցել, էլ ոչ մի բարեգործություն ձեզ չի փրկի։ Եվ գաս աղբորդ funeral-ը եւ heç մարդ չճանցնաս, որ ասես I'm sorry, ես բան։ Պարոն աղյան, մեզ են դեպքն է, որ ձեզ պետք է ասենք I'm sorry։ I'm sorry։ Հատկապես վերջին տարիներին ավելի ինտենսիվ էր ձեզ փնտրում։ Ուր ասես, որ չդիմեց, որտեղ ասես չգնաց։ Երևի սիրտը ինչ-որ բան վկայել էր։ Արտաշես, Արտաշես։ Մանո, Տիգին։ Կալիպսե։ Սոլոմոն աղայան։ Գիտեք ինչքան հեռախոսահամարներ է գտել։ Իբր ձեզ ազանգում։ Ինչքան նամակներ է գրել։ Ոչ զանգերին, ոչ էլ նամակներին չպատասխանեցիք։ Ես նամակ չեմ ստացել։ Տիկին, բայց այսօր 21-րդ դարն է, մարդուն գտնելը ինչ դժվար բան է։ Սոցցանցեր կան, բան կա, փորձել եք։ Ես չգիտեմ, ոչինչ չգիտեմ։
Բարձես։ Բարձես։ Ցավակցում, պարոն աղա։ Thank you. But դու ինչ գործ ունես այստեղ։ Արտաշեսի հետ նույն թեմայով հանդիպեցինք։ Երկար աշխատեցինք։ Նույնիսկ հասցրեցինք ընկերանալ։ Բայց ապարդյուն։ Ինքը անպտուղ էր։ Փաստորեն ոչ մի ժառանգ չունի։ Չէ, ոչ ժառանգ, ոչ եղբայր։ Պարոն աղան, մենք ձեզ այսքան խիստ չէինք զգուշացնի, եթե ունենայինք մեկ տարբերակ։ Այնպես որ խնդրում եմ արագացրեք։ Հակառակ դեպքում հազար ներողություն, որ միջամտում եմ, ուղղակի հիմա ոչ ժամանակն է, ոչ էլ տեղը թեմայի մասին խոսելու։ Լավ։ Կներեք։ Հիմի ես ինչ է, ես ստիպված եմ, որ ես ամուսնանամ։ Ուրիշ ճար չունենք։ Պարոն աղան, հեռախոսս թողել եմ մեքենայի մեջ։ Այստեղ նստեք հիմա կգամ։ Պարոն աղան, ես հիմա կգամ։ Չէ։ Ինչ։ Ախր այդ հողերի զուր առանք։ Դրա վրա միևնույնն է, ոչ մի բան չի աճում։ Ուրեմն տակը ոսկի կա։ Թանել չի մի պրտազմածում, հա։ Լսի, վաչո, հերս միշտ ասում էր, որ այդ կողմերը ոսկու հանք կա։ Դրա համար են բան չի աճում։ Այ խելոք։ Ոսկու հանքերներ մի վաղուց քանդել էին, չէ։ Լսի, գիտես զուգարանի համար փոսա որ դնես ու քանդես։ Դրա համար 1000 ու մի թուղթապետ, բանապետ, ռեցենզիա, բանա։ Ռեցենզիա չի, լիցենզիա։ Դու լավ ջրեք, կաջի, բայց լավ որ չեք ջրեք, չի աճի։ Էս հողերը ուր դեղա։ Էս գյուղամեջի սարի տակի հողերն է։ Դե ոռոգման համար բան չասի, բայց այդտեղ ասկի անձրևից հետո սունկ էլ չի աճում։ Հաստատ այդտեղ ոսկու հանքեր կան։ Բայց այդ ոչ մեր խելքի բան է, ոչ էլ քո։ Ջան, շնորհակալ եմ, որ հարգել եք եկել եք։ Շեֆ ուզում եք ես տենա։ Դե ինչ ասեմ, նկարեք, տարեք, ցույց տվեք։ Արա, իսկ ես կնկարեմ ես պատին։ Ես անգամ էլ բախտը բերեց լավ բրծեր, բայց ես վերջ չի։ Մանուկ ջան, ես ովքեր էին։ Էս ինչ հաշիվ էր։ Էս նախորդ տեսանի դերասաններն էին։ Տեսեք ինչ բնական էին խաղում։ Այ այսպես բնական եմ ուզում ձեզանից։ Եղավ, փոխենք։ Դե արագ ասեք։ 2 րոպեից մտնում ենք։ Զանգեցի Աննային ասեցի, որ մի հատ պսակել մեր հիմնադրամի անունից ուղարկեն։ Մանո, ես այդ գյուղը շատ հավնեցի։ Ես կուզեմ հող առնեմ։ Հողն ինչ եք անում։ Քեզ ինչ, հետո ես կասեմ։ Մենակ գդի հողը։ Լավ, բայց հիմա դրա ժամանակը չի ավելի լավ, հիմա բարձրանանք վերև, չլնդեր մտնենք էլի, որտեվ մի հակարազատը դուք եք։ Okay.
Կալիպսե ջան, ինչ եղել է, ովքեր էին։ Ինչ է, մանուկ։ Այսօք մարդ չեն, չեմ ասկնա, ինչ երեցին։ Հանգստացեք։ Ինչը հանգստանամ։ Կինը մարդը գործուցել է հիմի տնից դուս կհանեն։ Ախր այդ հարկադիրի աշխատողները չեն իմացել, որ Արտաշեսը մահացել է։ Հետո էլ այստեղ գրված է, որ մինչև 40 կարա դեռ էս տանը ապրի։ Խեղճ կինը մարդը գործուցել է հիմի տունը պետք է գործնե։ Այսինքն ո՞նց պետք է տունը կորցնե։ Հա, $100,000 ուդեղից։ Չէ, դուք հիմա լուրջ եք խոսում։ Լուրջ եմ ասում։ Բարոն աղայան, ինքը չունի, հանգուցյալ ամուսնու աղբերը ունի։ Me? Oh, no. Damn it, I'm not paying that kind of money. Ախր, բարոն աղայան, ձեր հանգուցյալ աղբոր կինն է։ Կուզեք կնոջս աղբեր եղնի, ես այդ դրամը չեմ տա։ Չէ, այդ մեկը չեղավ։ Պատկերացնում եք ինչ աղմուկը բարձրանա։ Էլ չեմ ասում լրատվամիջոցները ինչ վերնագրերով նյութեր կհրապարակեն։ Միլիոնատեր աղայանի եղբոր կինը հայտնվել է փողոցում։ Ինչու աղայանը ընտրեց գումարը ոչ թե իր եղբորը։ Բարերար, թե քծիպ, սա է խնդիրը։ Հերիկա։ Էլ չեմ ասում, որ այս ամեն ինչի մասին մի աղմի թագուհին իմացավ, ոչ կուզենա ձեր այդ բիզնես անի, առավել ևս ձեզ տեսնի։ Կյանքումդ վատոր չունենաս, Սողոմոն ջան, ոսկե սիրտ ունես։ Հիմի համոզված եմ Արտաշեսիս հոգին հանգիստ է։ No problem, ես վստահ եմ, որ Արտաշեսը մևնու բանը կաներ ընձի համար։ Կաներ Սողոմոն ջան, եթե կարողանար, կաներ, անպայման կաներ։ Տիկին Կալիպսե, մենք երևի դուրս գանք, պարոն աղայանը մի քանի կարևոր գործեր ունի։ Մի քանի րոպեից գումարը արդեն ձեր հաշվին կլինի, եթե ինչ-որ բանի կարիք է լինի, ինձ անպայման զանգարեք, համարս ունեք։ Շնորհակալ եմ, Մանուկ ջան, շնորհակալ եմ։ $100,000 Hello. Hey, boss, what do you want? Inch. I'm not a baby, it's my money. I gave it to my brother's wife. You want me to call my lawyer and you can go look for another job? What I did with the money is I did with the money. I gave it to my brother's wife so she wouldn't lose her house. My deceased brother! Գարելուց ձերդ գերազանցություն։ Բարի ախորժակ, ինչ ասեմ։
Էй։ Էսիկ հայերն է, չեմ հասկնա, ինչ կասել։ Ազգային անվտանգությունից է։ Հիշեցնում եմ, որ պետք է ամուսնանաք, լաբորատորիան պատրաստ է։ Արտաշեսյանների տոմն են ուզում շարունակել։ Ասեցիք, որ մեզ շապատը մտվեք մեկի մեծ ծանոթանան։ Ոչինչ։ Այսօր էլի կաստինգ կազմակերպեմ։ No, կաստինգ պետք չկա, արդեն որոշել եմ։ Ինչ ես որոշել։ Ես որ թակավոր, ինձ ինչ է պետք։ Թակուի։ Լավ էլի պարոն աղայան։ Մենակ ոչ թագուին։ Երեք գովեր գա։ Էլի եմ գովում։ Թագուին խելացի կին է, կրթված, դաստիարակված, կարելի ասել իդեալական, բայց մի թերություն ունի։ Նոր կասես, ինչ է։ Կին է։ Ապրես մանուկ ջան, շատ ապրես։ Կներեք տիկին աղավն, ես լավ իմաստով ասեցի։ Բայց դրա լավը որն է։ Բարյախորժակ։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Հա, գիտեմ։ Էն էլ չեմ խորի քեզ սիրում։ Okay, սովորած ես, կանչի։ Թակուին կանչի, ասա գուզեմ տեսնիմ։ Հիմա։ Հա, հիմա։ Բայց դժվար է լինելու։ Ինչ, դժվարութենից կվախենաս։ Պարոն Սողոմոն, it's impossible, but for me, love is possible։ Okay. Լսում եմ։ Թագուի ջան ողջույն։ Սողոմոն աղայանի օգնականն է ձեզ անհանգստացնում Մանուկը։ Ձեր այդ գերազանցության հրամանով համարձակվում եմ այսօր ձեզ հանդիպման հրավիրել մեկ ավատ սուրճի։ Երեք դրան մոտիկից տեսնելուց հետո ես հաստատ ուզում եմ պայմանները վերանայենք։ Հասկանում եմ շատ գործեր ունեք, բայց մենք ձեզ շատ չենք զբաղացնի։ Մանուկ, դու լսում ես, ես քեզ ինչ եմ ասում։ Եվ չի բացառում, որ շփման ընթացքում էլ գործնական հետաքրքրություններ կառաջանան։ Երկուստ էլ բիզնեսմեն եք, չէ՞։ Դե, ինքը բիզնես ոմն է։ Բիզնեսմենը տատը տա։ Շատ լավ, Թագուի ջան, ուրեմն 2 ժամից կտեսնվենք։ Ես նորից եմ կրկնում, մենք հաստատ պիտի վերանայենք պայմանները, որովհետև Չես չի լինի։ Այս գործևարը շատ քիչ է։ Սրանից ավել էլ ինչ ես ուզում։ Հա, հակավորն ապրած կենա։